Ցանկացած մասնակցող գնում աղտանակի, ուզում եք գնացեք նեսը կամ հարցազրույցտամ, եթե կարելի է։ Ով է դիչել վարչապետի տեխնացուի Ներողություն, ուրեմն ես ձեր բոլորին շատ հարգում եմ։ Եկե հասերեք հավաքվել եք ասել, ես պատասխան եմ ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Մեկ-մեկ հարցը տվեք պատասխան։ Ուրեմն ես ասել եմ, քանի որ ես շփվում եմ ժողովրդի հետ ամեն օր, արվեստ, մշակույթ, աշխատող, բժիշկ, դասախոս, գյուղացի ու լսելով մարդկանց, որ մարդիկ ասում են, այ ընտրությունից առաջ, այ օրինակ, որ մեկը լիներ, ունևոր, կայացած, բայց անձնական հարց չդներ, պաշտոնի չձգտեր, ասում որ չլներ, անձնական ինչ-որ պաշտոնի համար էլ ձգտում չուներ, մենք համախմբենք իր կողք, ինքներ կանոնար ձևավորել, կազմակերպել, գնայինք ընտրության եւ այս հարցերը կարգել միջակայքը լավ է։ Դրա համար ես այսօր ասում եմ, որպես Գայք Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ-որ ներկայացներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել եմ, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարևոր պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Այս սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու։ Ես չկամ։ Ուրեմն ձեզ ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացու իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի։ Մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կնի, այսօր անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել, մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է, ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կհամաձայնվի այդ ազգանու հետ, նա էլ կլինի։ Դուք հրաժարական եք տալու, այսինքն վայր եք դնելու մանդատը։ Հնարավոր է, որ ես խորհրդարան չմտնեմ, այո, շատ հնարավոր է։ Հաղթանակի դեպքում դուք եք լինելու վարչապետը։ Ոչ, ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է անի։ Կուսակցությունը թիմը կուռե մի մարդու նման մեր բոլորի ուզածը, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, մեր մեջ կուղենք աշխարհով մեկ, որ աշխարհը մեզ հարգի։ Քոչարյանի հետ կոալիցիա, հետ ընտրական կոալիցիա պատկերացնում եք թե ոչ։ Հիների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողները չեմ պատկերացնում։